Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ մեդիահաբի հարգելի հետևորդներ եւ այսպես այսօր կանրադառնանք երկու թեմայի, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր ազգային արժեքներին ու ինքնությանը եւ որոնց միջոցով Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ական իշխանությունը փորձում է իր քծնանքը դրսեւորել թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ։ Հարգելի հետևորդներ, ուղղակի աներևակայելի է պատկերացնել այն ստորաքարշությունը, որով առաջնորդվում են այս իշխանությունները։ Առաջին թեման վերաբերում է Հայաստանի Հանրապետության անձնագրերին։ Բոլորս արդեն գիտենք, որ այս իշխանությունները ցանկանում են փոխել անձնագրերը։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե առհասարակ ինչ անհրաժեշտություն կար ընդհանրապես անձնագրերը փոխելու։ Կարծես նման գերհրատապ, նման օրակարգային խնդիր Հայաստանի առջև ծառացած չէր։ Մի կողմ թողնենք նաև այն հանգամանքը, որ նոր անձնագրերը լինելու են կարմիր գույն։ Իրականում իմ պատկերացմամբ գույնը այնքան էլ էական չէ, թեպետ չի բացառվում, որ գույնի հարցում նույնպես Նիկոլ Փաշինյանը ունենա ինչ-որ ենթատեքստ, որի մասին այս պահին չենք կռայում, սակայն անպայման առաջիկայում բոլորս կիմանանք, թե ինչու հատկապես կարմիր գույնը։ Անդրադառնանք, թե ինչ տեսք է ունենալու, ավելի շուտ ինչ բովանդակություն է ունենալու նոր անձնագիրը։ Հարգելի հետևորդներ, միայն այլասերված երևակայությունը կարող էր բերել նրան, որ խորվիրապը նկարեին այնպիսի ռակուրսով, որում Արարատ լեռը չերևար։ Ընդհանրապես դժվար էր պատկերացնել, որ այդ ամբողջական համայնքապատկերում կարելի է Արարատ լեռը պարզապես հանել, որովհետև Խորվիրապն ու Արարատ լեռը մի ամբողջություն էին։ Արարատի մարզից պատկերել ենք Խորվիրապը, որպես էլի մեր քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկը, եւ իհարկե նկատում են մեր քաղաքացիները, որ մենք այնպիսի ռակուրս ենք ընտրել մեր քաղաքականությունների եւ ինչի մասին շատ վաղուց խոսել ենք եւ խոսում ենք, որ կադրում արտացոլված լինի մանավանդ Հայաստանի Հանրապետության անձնագիրն է արտացոլված լինի Հայաստանի Հանրապետության տարածքը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը արտահայտված լինի։ Ու սրա մասին շատ քննարկումներ են եղել, շատ են խոսել, ենթադրում եմ էլի կլինի, բայց մեր ընկալումը եւ դիրքորոշումը այսպիսին է։ Երբ Արարատ լեռը հանում են այդ ամբողջությունից, դա նմանվում է նրան, երբ ժամանակին ընդունված էր ժապավենային լուսանկարչությունը եւ երբ օրինակ ամուսինները բաժանվում էին, տարածված երևույթ էր, երբ պայմանական ասած կինը մկրատով կտրում եւ նկարի վրայից հանում էր ամուսնու նկարը։ Այնուհետև իհարկե լինում էին դեպքեր, երբ միանալու պարագայում կլեով նորից այդ նկարը կպցնում էին եւ սարքում էին կրկին մի ամբողջություն։ Ահա այսպիսի արհեստական ճանապարհով ՔՊ-ական իշխանությունը Արարատ լեռը հանեց Խորվիրապի համայնքապատկերից։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում է որպես պետականության, որպես ինքնիշխանության ապացույց, սակայն դա ընդամենը ստորաքարշություն է։ Նիկոլ Փաշինյանը մոռանում է մի պարզ հանգամանք, որ Արարատ լեռը բացի հայկականության հետ կապ ունենալուց առնչվում է նաև քրիստոնեության հետ։ Նոյը իջել է հենց Արարատ լեռան գագաթին եւ երկրի վրա կյանքը սկիզբ է առել հենց Արարատ լեռից։ Հետևաբար Արարատ լեռը թեպետ դժբախտաբար այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում, սակայն այն կապ չունի ոչ թուրքական մշակույթի, ոչ թուրքական պատմության հետ։ Խորվիրապը եւ Արարատ լեռը նաեւ ամբողջական են հավատքի առումով, այն առումով, որ Խորվիրապում բանտարկվեց Գրիգոր Լուսավորիչը։ Հիմա հարգելի հետևորդներ, նման վայրագությունը նաև սրբապղծություն է, դա հարված է ոչ միայն հայկականությանը, ոչ միայն հայի ինքնությանը, այլ նաև քրիստոնեական արժեքներին։
Նիկոլ Փաշինյանի այս ստորաքարշ մոտեցումը վերջը հանգեցնելու է նրան, որ այսպես ասած գուցե նա մի օր հայերին արգելի առհասարակ խոսել լուսնից, տալ լուսնի անունը, ցուցադրել լուսնի նկարները զուտային պատճառով, որ լուսինը պատկերված է Թուրքիայի դրոշի վրա։ Այո, հարգելի հետևորդներ, այն պետական գործիչը, որը զբաղվում է ստորաքարշությամբ, իհարկե մեծ երևակայություն է պետ Նիկոլ Փաշինյանին պետական գործիչ անվանելու համար, սակայն այն ղեկավարը, որը վարում է նման վախվորած քաղաքականություն, այն ղեկավարը, որը կապիտուլացվում է ամբողջապես ոչ միայն ռազմական առումով, այլ նաև հոգևոր ու մշակութային առումով, ապա ամենևին զարմանալ պետք չէ, որ նման մարդը հլու հնազանդ կատարելու է թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները։ Արարատ լեռան մասին Թուրքիան խոսում է արդեն տասնյակ տարիներ ի վեր։ Տասնյակ տարիներ ի վեր նա տարբեր ատյաններում բարձրացրել է այն հարցը, որ Արարատ լեռը չպետք է հայերը օգտագործեն եւ փորձել է սեփականացնել մեր պատմական արժեքը։ Այո, Արարատ լեռը մեր պատմական ու ազգային արժեքն է, սակայն Հայաստանում չի եղել որևէ մի իշխանություն, որը լուրջ վերաբերի Թուրքիայի նման պահանջներին, եւ երբ լուրջ չեն վերաբերել, Թուրքիան բնականաբար չի հասել նաեւ իր նպատակներին։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը նույնիսկ անձնագրի վրայից փորձում է ջնջել այն, սակայն արդեն արհեստական ճանապարհով, արհեստական եղանակներով։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, հարգելի հետևորդներ, եթե խորվիրաբը նկարում ես, ապա Արարատ լեռը բնականաբար երևում է խորվիրաբի թիկունքում, եւ չեմ կարծում որևէ մեկ ուրիշի մտքով անցներ, որ դա դիտարկեր որպես տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ։ Դա նույնն է, որ պայմանական ասած դու գնաց որևէ անտառ, նկարեց որևէ ծառ, սակայն ջնջես նրա հետևի համայնապատկերը զուտ այն պատճառով, որ արդեն հետևի լեռները գտնվում են մեկ այլ պետության տարածքում։ Նման բան, հարգելի հետևորդներ, կարող էր անել միայն Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, անձնագիրը դա առաջին ծիծեռնակն է։ Անձնագրին վստահաբար հետևելու է Հայաստանի Հանրապետության գերբը։ Անպայմանորեն գալու է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության զինանշանի վրայից կհանվի Արարատ լեռը, առհասարակ կփոխվի մեր զինանշանը, ոչ միայն Արարատ լեռը դուրս կգա, այլ նաև մեր թագավորությունների զինանշանները։ Հայաստանի Հանրապետության նոր զինանիշը կունենա անդեմ ազգային արժեքներից, ազգային պատմությունից զուրկ ինչ-որ մի հատ տեսք, այսինքն կլինի ընդամենը մի հատ նկար, որը չի խորհրդանշի ոչ մեր անցյալը, ոչ մեր արժեքները։ Ահա այսպիսի հարված է Նիկոլ Փաշինյանը հասցնում հայկական ինքնությանը, Հայաստանի Հանրապետության արժեքներին եւ առհասարակ մեր պատմական հիշողությանը։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է նման քծնանքով նա կարող է շահել Էրդողանի համակրանքը եւ Էրդողանի ձեռքը միշտ կլինի իր գլխին, նա չարաչար սխալվում է։ Էրդողանի ձեռքը կլինի նրա գլխին այնքան ժամանակ, քանի նա ամբողջապես չի կոտրել հայ ժողովրդի ողնաշարը, սակայն դրանից հետո նա այլևս պետք չի լինի Էրդողանին։ Հարգելի հետևորդներ, եկեք չմոռանանք, որ Թուրքիան, դրանից առաջ Օսմանյան կայսրությունը երբեք չեն հանդուրժել հայերի ներկայությունը, որովհետև նրանք հայերին համարել են մշտապես խոչընդոտ իրենց ճանապարհին։ Նույնիսկ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության հիմքը այն էր, որ նրանք թուրքերին համարում էին դոմինանտ, բացարձակ արժեք Օսմանյան կայսրությունում եւ չէին հանդուրժում այլ ազգերի գոյությունը, այսինքն հայերի ֆիզիկական բնաջնջումը մշտապես եղել է Թուրքիայի քաղաքական օրակարգում։ Իհարկե այսօր 1915 թվականը չէ, եւ թուրքերը բնականաբար յաթաղանով դեռևս չեն մտնի Հայաստան, սակայն այն ուժի կիրառումը, որը այսօր իրականացվում է Թուրքիայի կողմից, դա նույնպես պակաս ցեղասպանություն չէ։ Իհարկե մարդիկ չեն զոհվում, մարդիկ չեն մահանում, սակայն տեղի է ունենում
ազգային արժեքների ոչնչացում, պատմական հիշողությունների ոչնչացում, ինչը կատարվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքով, Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ական իշխանությունների ձեռքով։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծված նաեւ Արցախում։ Ադրբեջանը ամբողջությամբ ոչնչացնում է հայկականության հետքը Արցախից։ Կգա մի օր, Աստված մի արասե, եթե ոչինչ չփոխվի, անպայմանորեն գալու է այնպիսի մի օր, որ Արցախում այլևս որևէ հետք հայերից չմնա։ Եվ գիտեք ինչ, այնինչ անում է Ալիևը, իհարկե անընդունելի է, իհարկե դատապարտելի է, սակայն ինչ որ միտեղ հասկանալի է, որովհետև հայերը Ադրբեջանի համար եղել են եւ շարունակում են մնալ թշնամիներ։ Սակայն այն, ինչ անում է ՔՊ-ական իշխանությունը, պարզապես ապշեցուցիչ է։ Այն արձագանքը, որ մենք լսում ենք ՔՊ-ական իշխանության կողմից, տպավորություն է, որ դա ոչ թե հայկական իշխանությունն է, այլ ադրբեջանական իշխանության մասնաճյուղը Հայաստանում։ ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչը Արսեն Թորոսյանը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում է, կապված իդեպ Ստեփանակերտում հայկական եկեղեցու ոչնչացման հետ, իդեպ հերթական եկեղեցու ոչնչացման հետ, հայտարարում է, որ Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ ուզում է, դա էլ անում է։ Սա աներևակայելի գնահատական է, հարգելի հետևորդներ։ Իրականում աներևակայելի։ Լավ, այդ ստորաքարշությունը մի կողմ թողնենք, որ նրանք Արցախը ճանաչում են Ադրբեջանի անքակտելի մաս։ Կգա այն օրը, երբ ՔՊ-ականները Արցախը կհամարեն Ադրբեջանի պատմական մաս։ Զարմանալի է, որ նրանք նման հանգստություն են ցուցաբերում մշակութային արժեքների ոչնչացման հանդեպ։ Եվ էլ ավելի զարմանալի է, երբ Արսեն Թորոսյանը դա գնահատում է սադրանք եւ կոչ է անում, որպեսզի մենք չտրվենք սադրանքների։ Այսինքն Արսեն Թորոսյանի տրամաբանությամբ Ադրբեջանը միտումնավոր դիմում է սադրանքների, որպեսզի մենք տրվենք այդ սադրանքներին։ Հետևաբար ստացվում է խաղաղություն գոյություն չունի, հարգելի հետևորդներ։ Չի կարող խաղաղություն լինել երկու պետությունների միջև, երբ այդ խաղաղության կողմերից մեկը դիմում է սադրանքների, որպեսզի այն հույսով, որպեսզի մյուսը տրվի սադրանքներին։ Եթե նման բան գոյություն ունի, ապա բնականաբար նաև խաղաղություն էլ չկա, որովհետև եթե լիներ իրական խաղաղություն, ապա հակառակ կողմը նախ չեր դիմի մեր պատմամշակութային արժեքները ոչնչացնելուն, երկրորդն էլ չէր դիմի սադրանքների, որովհետև սադրանքների դիմելու կարիք պարզապես չէր լինի։ Երկու պետություն գնում են խաղաղության, ինչ կարիք կա սադրանքների դիմելու։ Եթե դիմում է սադրանքների, ուրեմն գոյություն չունի այդ խաղաղությունը։ Ուրեմն այդ խաղաղություն կոչեցյալը նախ ունի ընդհանրապես նախընտրական բնույթ, որովհետև Ադրբեջանի շահերից է բխում, որպեսզի ՔՊ-ական իշխանությունները վերարտադրվեն Հայաստանում, որովհետև Հայաստանը այլևս չի ունենա մի այլ այնպիսի իշխանություն, որը նման ստորաքարշորեն ձևով կծառայի Էրդողանին եւ Ալիևին։ Հայաստանը չի ունենա մի այնպիսի իշխանություն, որը Արցախում ոչնչացվող եկեղեցիների հանդեպ նման վերաբերմունք կդրսևորի եւ կհայտարարի, որ Ադրբեջանը իր ինքնիշխան տարածքում ինչ ուզում այն էլ անում է։ Պայմանականորեն, եթե վաղը մեր այս քաղհասարակության կոչեցյալների հերթական պատվիրակությունը մեկնի Բաքու, ապա նրանց կարող են ուղղակի գլխատել Ադրբեջանի ինքնիշխան տարածքում եւ ՔՊ-ական իշխանությունը կարող է հայտարարել, որ Ադրբեջանը իր ինքնիշխան տարածքում ինչ ուզում այն էլ անում է։ Երեք ոչնչացրեցին մեր հայկական պատմամշակութային արժեքները, այսօր գլխատեցին մի 5-6 հայի, ինչ է եղել, որ իրենց ինքնիշխան տարածքն է, ինչ ուզում է թող դա էլ անեն։ Հարգելի հետևորդներ, նման քծնանքով, նման անդեմ եղանակով, նման ստորաքարշությամբ պետություն չեն կառուցում։ Նման ստորաքարշությամբ միջպետական հարաբերություններ չեն կարգավորում։ Նման ստորաքարշությամբ խաղաղություն չեն ձևավորում, որովհետև ոչ մի
պետություն չի ցանկանում խաղաղություն ունենալ մի այնպիսի պետության հետ, որի ղեկավարները կամազուրկ են, որի ղեկավարները վախկոտ են, որի ղեկավարները զուրկ են ազգային որևէ արժեքից։ Նման պետության հետ ոչ թե կնքում են խաղաղություն, այլ նման պետությունից քամում են ինչպես լիմոնից են քամում են վերջին հյութերը, այնուհետև նետում պատմական ու քաղաքական աղբանոց։ Եթե մենք չենք ուզում հայտնվել պատմական ու քաղաքական աղբանոցում, ապա ուղղակի պետք է ազատվենք ՔՊ-ական այս ստորաքարշ իշխանություններից։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ